Հարկներդեհին նախորդ եթերների ընթացքում բուրըն քննարկումների արդյունքում գրառումների տեսքով մարդիկ մեկը մյուսին պատասխանում հարցնում էր եւ հարցեր էին ինձ ուղղում բազմաթիվ հարցեր կային, որովհետեւ ես յուրաքանչյուրին հատ-հատ չպատասխանեմ, որոշեցի այս եթերը մի մասը նվիրել այդ հարցերի պատասխանին եւ ընդհանուր ձևով պատասխանեմ, որ հասկանալի լինի։ Ես երբ որ ընթերցում եմ հարցերը, ես հասկանում եմ ով է հարց տվողը եւ հասկանում եմ ինքը այդ հարցի պատասխանը գիտի թե չէ։ Կան մարդիկ, ովքեր այդ հարցի պատասխանը շատ լավ էլ գիտեն այնպես ինչպես ես գիտեմ, բայց իրենք ուզում են խառնել ամեն ինչ եւ հարցեր են ուղղում եւ սպասում են ակնկալում են պատասխանի։ Ես ընդհանուր պատասխանեմ, բազմիցս շեշտել եմ, որ Հայաստանը դա գաղութ է։ Այսինքն Հայաստանը կառավարվում է Ռուսաստանի կողմից։ Լևոնից մինչև Նիկոլ։ Եվ Լևոնից մինչև Նիկոլ այդ ընթացքում, այդ արանքում գոյություն ունեցած որից է ղեկավար չի կարող հակադրվել մեկը մյուսին, որովհետև բոլորը կատարել են Պուտինի հանձնարարությունը։ Յուրաքանչյուրը տարբեր ժամանակահատվածում կատարել է այն հանձնարարությունը, որը իջեցվել է Կրեմլից։ Եթե Կրեմլից իջեցվել է Արցախը պահել, առայժմ պահել են, եթե իջեցվել է Արցախը հանձնեք, այս պահին հանձնել են։ Որից մեկը չի կարող Պուտինի այս բանին դեմ գնալ։ Արցախը հանձնելուն, պահելուն, այդ քարյակին է վերաբերվում։ Սա իմ եւ Բևերի տեսակետն է, միջայլոց ասեմ։ Հիմա, եթե դաշտը Կրեմլինն է, ուրեմն լրատվական դաշտն էլ է Կրեմլինը։ Այսինքն, եթե դուք լսում եք լրատվություն մեծամասամբ Կրեմլին պատկանող, դուք չեք կարող Բևերի մասին իրական կարծիք կազմել։ Որովհետեւ Բևերը այն կառույցն է, կամ Բևերում տեղակայված են այսպիսի կառույցներ, որոնք ապստամբել են նույնիսկ 16 թվականին հասնածները ապստամբել են Կրեմլի ռեժիմի դեմ։ Այսինքն դուք ուզում եք Կրեմլի տեղեկատվական դաշտում Բևերի մասին լավ բան լսեք, չեք լսի։ Եվ կան մարդիկ անգամ այնքան են այդ սխալ տեղեկատվությանը զոր գնացել։ Բևերին չեն լսում, չեն ունկնդրում Բևերի մասնակցի խոսքը, ելույթը կամ Բևերի ծրագրով։ Արդեն իրենց ականջին մտցրել են, որ ականջով, որ դրանք քխեն, վատն են։ Ու հենց որ Բևեր են տեսնում կամ լսում կամ Բևերի անդամ, ալիք են փոխում կամ վայ, էլի սրանք եկավ, բայց չեն լսել, չգիտեն ինչ է։ Կարծիք են կազմել այդ թրքա բոլշևիկների լրատվամիջոցներից։ Հիմա մի հատ պարզ օրինակ բերեմ։ Ժիրայր Սեֆիլյանը տալիս է հարցազրույց։ Ազգային ժողովրդական Բևերի խորհրդի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, փառավոր զինվորական անցյալ ունեցող մարդ։ Հարցազրույց է տալիս եւ իրավիճակի քննարկման ժամանակ ասում է, որ նախկինները, այսինքն Սերժիկ, Ռոբերտ, պետք է չխառնվեն քաղաքական դաշտին, որ դաշտը մաքուր մնա, որպեսզի կարողանանք Նիկոլից ձերբազատվել։ Այսինքն, երբ որ այդ օջոս կերպարները սկսում են ակտիվանում են, Նիկոլի դիրքերն ամրանում է։ Այսինքն մարդը հասկացնում է, ասում է, որ սրանք հանցագործներ են, սրանք չպետք է խառնվեն Հայաստանի քաղաքական կյանքին։ Այսինքն ինքը հակա Ռոբերտ արտահայտություն է անում։ Եվ զուգահեռաբար հակա Նիկոլ արտահայտություն է ասում է, որպեսզի կարողանանք հաղթել Նիկոլին, որպեսզի կարողանանք Նիկոլի իշխանությունը տապալել, օրինակ, չէ՞։ Այսինքն սրանց փնովում քննադատում է, որակավորում է հանցավոր, ասում է տեղներդ վեր ընկեք, մի խանգարեք ժողովուրդը, որ ուշքի գա։ Դուք որ արթնանում եք, ակտիվանում եք, ժողովուրդը նորից գնում է, թշնամուն է ձեռք գցում պահում։ Չի հասկանում։ Հասկանում եք, այսինքն ինքը այդ մի արտահայտությամբ եւ Ռոբերտին, եւ Նիկոլին նմանացրեց կամ երկուսին էլ քննադատեց։ Հասկանում եք։ Միանգամից մի նախադասության մեջ հասկացած, թե Ռոբերտը, թե Նիկոլը թշնամի են, հանցագործ են։ Նայում եք այդ եթերի գրառման տակ, գրառումների մեջ։ Մեկը գրել է. Այ Քոչարյանի, չգիտեմ եսի ինչ։ Այսինքն Ժիրայր Սեֆիլյանին դարձեց քոչարյանական։ Ստեղից հստակ երևում է, չէ՞ որ այդ մարդը չի լսել ինչ է խոսում։ Չասեմ լսել չի հասկացել։ Եթե լսի ինչ է ասում, ինքը այդ գրառումը չի անի։ Այն մյուսներ գրել է Նիկոլի չգիտեմ եսի ինչ։ Այսինքն նա էլ չի լսում։ Հենց տեսնում են Ժիրայր Սեֆիլյան, Արա Պապյան, չգիտեմ, Բևերը որից են լսում են, անմիջապես նրանց արդեն ուղեղը ավտոմատ մտցրել են, որ սրանք թշնամի են, վատն են, բայց նրանք երբեք չեն լսել, Պապյանն ինչ է խոսում։ Ժիրայր Սեֆիլյանն ինչ է խոսում։ Հասկանում եք, այդ մի նախադասությունով Ժիրայր Սեֆիլյանը միանգամից երկուսին հարվածում է, բայց ունկնդրող այսինքն չի նայում, պատկերը նայած գրում ասում է առաջ։
Մեր հանրությունը այս վիճակին է։ Դրա համար էլ էս թրքաբոլշևիկների այդ եւ լրատվամիջոցները, եւ խաղալիքները, եւ այդ բլոգերները իրենց հանրությունը հստակ կարողանում են կատել ժողովրդի շեղել։ Հիմա այստեղից նախադասություն Սիրելի հանրություն, եթե դու ուզում ես բևեռի մասին կարծիք կազմել, դու պետք է հետևես բևեռին։ Խորհրդի անդամներին, մնացած անդամներին, բևեռի գործառույթներին պետք է հետևես անձամբ։ Լսես քո ուղեղի մեջ անալիզ անես։ Ոչ թե լսես թրքաբոլշևիկյան որևէ լրատվամիջոցի կամ բլոգերի։ Ու անցնես առաջ։ Դու մեր մասին կարծիք թշնամու տիրույթում, լավ կարծիք, չես կարող ունկնդրել։ Սա այդ ֆոնի վրա։ Երկրորդ, Գյումրու ավական ընտրություններն են։ Ես գիտեմ, որ պետական պաշտոնյան ընտրությունների ժամանակ ինքը գոնե պետք է արձակուրդի մեջ լինի։ Կամ ժամանակավոր պաշտոն, այսինքն ինքը պետական պաշտոնյան իրավունք չունի քարոզչությամբ զբաղվի։ Ինչը անում է վարչապետը, չէ՞։ Գնում է լեզուսել չի պատտում, դե հմի է դե։ Գնում է Գյումրի եւ սկսում է իր թիմի քարոզչությանը մասնակցել։ Սա արդեն խախտում է։ Բայց հարց է առաջանում, բայց մենք այդ հեղինակությունը չունի Հայաստանում։ Որ գնաց պետք է վնասի, չէ՞, իրականում ավելի վնաս բերի։ Ինչի է գնացել։ Չէ՞ տեսարաններ են նկարում, գալիս են, գրգում են, համբյուրում են, դես են անում, լսում են, կենացներ են խմում, չեղման, իրենք իրենցով։ Այս տեսարանը ինչի են սարքում, որ վաղը կեղծելուց, սա որպես հիմք դնեն տակն ասեն վարչապետին Գյումրիում շատ լավ ընդունեցին, դրա համար իրենք խախտեցին։ Սա ընտրակեղծարարության հիմք են իրենք պատրաստում, որտեվ ես էլի եմ ասում, եթե միտեղ կա Նիկոլի անունը, ինքը չի կարող խաղթողի կերպար ունենալ։ Բացառվում է դա։ Չի կարող Արցախն Ադրբեջան համարող, ցեղասպանություն ուրացող, հասկանում եք, Սփյուռքին հանցագործ համարող, Արցախահայությանը վախկոտ, փախակ, եկակ, հասկանում եք, կամ մեր պետության վրա ասում լուրջ եք վերաբերվում այս պետությանը, ու ինքը գնում է այդ պետության երկրորդ քաղաքում ընտրությունների է մասնակցում։ Այս կարգի անլրջությունների ֆոնի վրա, ասենք ինքը լավ գիտի, որ ինքը չի կարող ընտրող ունենալ, էլի, բացառվում է, բացի պետական ապարատից։ Ուրեմն իրենք պատրաստում են շատ մեծ կեղծարարության։ Սա ուղղակի ասեցի, որ իմանաք։ Մնաք խաղաղությամբ։